Կենսաթոշակ կամ նպաստ կանխիկ եղանակով ստացող քաղաքացիները մինչև մարտի 5 կարող են փոխել վճարման եղանակը եւ ընտրել իրենց նախընտրած բանկը, հակառակ դեպքում ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ։ Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Ընդ որում, մարտի 5-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվի։ Բացառությամբ տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց արդեն իսկ դիմում ներկայացրած եւ բանկ քաղաքացիները պետք է ներկայանան բանկ քարտը ստանալու համար։ Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից եւ կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։ Կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ եւ զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում եւ չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ ենթակառուցվածքների եւ վարչական շենքերի կառուցման ու արդիականացման խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում ներկայացվել է Մեղրիի անցակետի վերակառուցման եւ արդիականացման ծրագիրը։ Քննարկվել են ծրագրի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը եւ առկա խնդիրները, դրանց հնարավոր լուծումները, ֆինանսական ռիսկերն ու կանխարգելման մեխանիզմները։ 2026 թվականի հունվարի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստների ծավալը կազմել է 5 միլիարդ 185.5 միլիոն դոլար։ Մասնավորապես արժեթղթերի ծավալը կազմել է 2 միլիարդ 143.8 միլիոն դոլար, կանխիկ արտարժույթի եւ ավանդների ծավալը 3 միլիարդ 23.7 միլիոն դոլար։ Նավթի գներն աճել են երրորդ օրն անընդմեջ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հակամարտության սրման եւ Հորմուզի նեղուցով նավագնացության սպառնալիքների պայմաններում, հաղորդում է Reuters-ը։ Brent տեսակի նավթի ֆյուչերսները վաճառվում են 1 բարելի դիմաց 79.44 դոլար գնով, աճելով 1.70 դոլարով կամ 2.2%-ով։ Վերլուծաբանները նշում են, որ գները կարող են պահպանվել բարձր մակարդակներում հակամարտության սրման պայմաններում։ Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր Մեծ Բրիտանիայում բենզինի գները աճել են 93%-ով։ Մերձավոր Արևելքում հակամարտության էսկալացիայի ֆոնին կտրուկ աճել են նաև գազի գները Եվրոպայում, ավելի քան 30%-ով։ Հնդկական նավթավերամշակման գործարանները կարող են կրկին սկսել ռուսական նավթի գնումները իրանական ճգնաժամից հետո, հայտնում է Bloomberg-ը։ Ավելի վաղ Հնդկաստանը կրճատել էր գնումները ի պատասխան ԱՄՆ-ի ճնշման, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն անցյալ ամիս առևտրային համաձայնագիր է կնքել, որը վերացրել է Հնդկաստանի պատժիչ մաքսատուրքերը։ Ամազոնի ամպային ծառայության աշխատանքը Մերձավոր Արևելքում խափանվել է Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող տվյալների կենտրոնների վնասման պատճառով։ Էմիրություններում տեղի ունեցած միջադեպից մի քանի ժամ անց Ամազոնը նաև հայտնել է Բահրեյնում գտնվող տվյալների մշակման կենտրոնի աշխատանքի խափանման մասին։ Պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման կարգը կվերանայվի։ Պաշտպան հայրենյաց ծրագրի մասնակիցները կհամարվեն ատեստավորումն անցած ավարտական քննությունների արդյունքների հիման վրա։ Եթե համապատասխան պատրաստությունն անցնելուց հետո նշանակվել են զինված ուժերի ստորաբաժանումներում պաշտոնների, նույն սկզբունքը կգործի նաև տարբեր ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաների համար։ Երկու դեպքում էլ աշխատավարձի հավելավճարները կհաշվարկվեն պաշտոնի նշանակման պահից։ Պաշտպան հայրենյաց ծրագրով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող զինծառայողների շարունակական աճի եւ հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո այդ զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայությունը շարունակելու նյութական մոտիվացիա ստեղծելու համար առաջարկում է առաջին պայմանագրից հետո 2 կամ 5 տարի հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար եւս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն։ 2 տարվա դեպքում 1.5 միլիոն, իսկ 5 տարվա դեպքում 5 միլիոն դրամ։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների ավարտական քննությունները միաժամանակ կհանդիսանան նաև ատեստավորման քննություններ։ Վերջին տարիներին ակադեմիայում փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես 4-ամյա ուսումնառությունից հետո սպաները ստանում են բնակարան, որի արժեքը կազմում է շուրջ 35 միլիոն դրամ։ Գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, որ ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620,000-ից մինչև 750,000 դրամ աշխատավարձ։ Մտածեք եւ կողմնորոշվեք հօգուտ զինվորական ծառայության։ Պաշտպանության նախարարի կոչն է պատանիներին ու նրանց ծնողներին։ Այսինքն մարդը 21-22 տարեկանում ունենում է սեփական բնակարան, բարձր աշխատավարձ, պետական բազմաթիվ երաշխիքներ եւ հարցս հետեւյալն է. ընտրեք մասնագիտություն, որը ավելի լավն է։ Կարծում եմ ամենալավը եւ ամենաերաշխավորված մասնագիտությունը այսօր հենց զինվորական մասնագիտությունն է։ Օրեր առաջ աղմուկ բարձրացրած ջրանջատումների թեման հասավ նաև ազգային ժողով։ Ըստ ջրային կոմիտեի նախագահի ամառային պիկ ամիսներին գիշերային ջրանջատումները պահպանվելու են ջրավազանների լցվածությունն ապահովելու նպատակով, սակայն հայտարարված 7-ժամյա ջրանջատումը հնարավոր է կրճատել մինչև 3-ից 4 ժամ։ Ինչ վերաբերում է կորուստներին, ռոռոկման համակարգում դրանք գնահատվում են մոտավորապես 46-ից 50%-ի շրջանում, ինչ վերաբերում է Վեոլիայի ստանձնած պարտավորություններին ջրամատակարարման ենթակառուցվածքների առումով, նրանք ստանձնել են 80% հայտարարված կորուստներով, իջեցրել են մինչև 60-55%, տարբեր հատվածներում բնականաբար տարբեր են։ Ջրային ոլորտի բարեփոխումների, գյուղական ջրամատակարարման եւ սանիտարական պայմանների բարելավման, ռոռոկման ենթակառուցվածքների եւ համակարգի կառավարման արդիականացման նպատակով Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 74 միլիոն եվրոյի վարկային միջոցներ։ Նախատեսվում է համաֆինանսավորում նաեւ ֆրանսիական զարգացման գործակալության կողմից։ Ազգային ժողովի նիստում անդրադարձ եղավ նաև Վրաստանից Հայաստան բեռնափոխադրումների խնդրին։ Ամիսներ շարունակ ձգձգվում է բեռնափոխադրողների մուտքը Հայաստան։ Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, նման դեպքերից մեկով բանակցել է վերջերս Հայաստանում գտնվող Վրաստանի էկոնոմիկայի նախարարի հետ եւ հարցը լուծում է ստացել։ Վաղն տեղի ունենալու միջկառավարական նիստը Թբիլիսիում, հերթական նիստը Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների բոլոր հարցերը կքննարկվեն, չկա հարց, որ չեն քննարկվում։ Պապոյանի կարծիքով նախորդ տարվա ընթացքում ի հայտ եկած բեռնափոխադրումների խնդիրների մեծ մասը օբյեկտիվ չի եղել, բայց իրենք լուծել են ընթացիկ խոչընդոտները։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային կառավարման համակարգերի բարելավման աշխատանքներով պայմանավորված մարտի 3-ին ժամը 20-ից համակարգերը որոշակի ժամանակով հասանելի չեն լինելու։ Տեխնիկական աշխատանքների ավարտից հետո համակարգերի աշխատանքը կվերականգնվի բնականոն ռեժիմով։ ՊԿ հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։